Սիրելիներս, բարի երեկո, մեզ մոտ այսօր ամսի 30-ն է, երևի ոչ վերջնական, բայց երևի մեր վերջին գնումները կլինի այս տարվա, որովհետև վաղը դժվար էր հասցնենք ինչ-որ բան գնել, ամենայն դեպս կարիքն էլ չկա արդեն, ինչը որ պակասում էր, պետք էր դա էլ վերցրեցի ու վերջ։ Այստեղ ինչպես միշտ երեխաների հյութերն ենք վերցրել, բանան, մտածեցին կարող է աղցանի համար գազարը քիչ լիներ, դա վերցրեցինք, երեխաների պանիրն է առանձին, Արտուրն ասաց արի ես կոնֆետներից փորձենք, սա էլի գնել ենք ու բավականին համեղ էր, Էրիկի ձողիկները մեր տանից անպակաս են, այստեղ դնենք, կիտրոն եմ վերցրել, հումուս եմ վերցրել, խնձոր, տանձ, մածունը շատ վերցրեցի, որովհետև մտածում եմ նոր տարվային վերջի 2 օրերին ավելի համեղ է լինում թանապուր պատրաստել եմ, այստեղ մանդարին ենք վերցրել, հաց պահեստային, կաթ պահեստային, նարնջի հյութ, մտածեցի, որ խաղողները կարծես թե ոչ բոլորից է հասնում, 2 տուփ էլ վերցրեցի, որտեղ տուփի մեջ 2-ական է, ես այն օրը 2 տուփ էի գնել, այսինքն 4 հատ, այսպես միասին 6 հատ կստացվի, գազավորված ջուր ենք վերցրել և տան համար ջուր սիրելիներս, այսքանն էլ մեր այս տարվա վերջին գնումներն են, սիրելիներս այստեղ էլ մեզ մոտ արդեն թփով տոլման է պատրաստ, կաղամբովը եփվում է, իսկ այստեղ էլ արդեն կրեմն է, սպասում ենք, որ հովանա, այս ամենից հետո կանցնենք կրեմների պատրաստմանը, որպեսզի երեկոյան ես ու մաման բոլորից թաքուն մնացած խմորեղենները ձևավորենք, սա էլ էսպես, մաման ինչպես միշտ կադրից այն կողմ է, չի ուզում երևալ, մենք էլ էսպես սիրելիներս, մեր այս վերջի գործերի հետ ենք, ոնց, ես ինձ եմ չես տալի, դու բարևի մամա, ջերմ բարևներ, ասացիք սիրելիներ, ձեզ ջերմ բարևներ, սիրելիներս, ինձ մոտ տորթի պատրաստման ժամանակն է, առաջինը կսկսեմ միկադոից, հետո մեղրովը, որպեսզի գլազուրը պատրաստեմ դնեմ վրան, հիմա մի հատ ձեզ կրեմը ցույց տամ, ուղղակի ծավալով այնքան մեծ է, այ, տեսնեմ կարողանամ մեկ ձեռքով, այսպիսի կրեմ է ստացվել սիրելիներ, շատ նուրբ, մեկ վայրկյան պտտեմ, որպեսզի դուք էլ տեսնեք, այսպիսի շատ նուրբ, փխրուն, ամպի պես թեթև կրեմ ենք ստացել, հիմա ինչ ենք անում, մնացել է տեղ գտնենք, որ ձևավորենք, ուրեմն դնում ենք առաջի շերտը, այսպես, սա իմ առաջի շերտն է միկադոյի, արդեն նախորդ ձեզ ցույց էի տվել, որ միկադոն կլոր է լինելու, հիմա դնում ենք մեկ գդալ, հարթեցնում ենք, այսպես հարթեցնում ենք ու դնում ենք երկրորդ շերտը, Կրիստինաս գնում գալիս հարցնում է, մամա, ինչ տեսքով է լինելու տորթերը, քանի հատ են լինելու տորթերը ու մեկ-մեկ, որ ինքս ինձ ասում եմ, երանի է այստեղի եվրոպացիներին, մեկ հատ խաղողով, շամպայնով ու չգիտեմ, խամոն չորահացով կարող են ամանոր անցկացնել ու շատ երջանիկ, դա էլ ասեմ, որովհետև չեն տանջվում, մեկ շաբաթ այսպես պատրաստում, վերջում այսպես հոգնած նստում են, որ արդեն տրամադրությունը չի մնում, հա, ինչ-որ բան անելու, բայց գրքի մյուս էջով, որ մենք ենք տեսնում, ես համաձայն եմ, հոգնում ենք շատ դեպքերում, ես էլ եմ ասում, որ ում է պետք է չարչարվել եմ, մեկ է վերջո մենք մեզ համար ենք այստեղ անում հիմնականում, բայց երբ որ տեսնում եմ իմ երեխաները այդ ուրախ հայացքները Կրիստինայի սպասելը, Վիկտորս մի փոքր այլ է բնավորությունով այդ հարցում, իսկ Կրիստինան այսպես հայ գենի իր մեջ ավելի ուժեղ է, ասեմ, անընդհատ կգնա կգա կհարցնի, մամա,
Բա ինչ տորթ ենք պատրաստելու, բա ինչքան ուտելիք ենք ունենալու, շատ ուտելիք ենք ունենալու, այսպես անթիվ անհամար հարցեր է երեխան տալիս, ու դրա համար դու ինքդ ասում ես լավ, արժե հա, մի փոքր չարչարվել, արժե որ երեխան այդքան ուրախանա այս հեքիաթային տոնով, որովհետև սա է մնալու, սա է հիշվելու, մենք էլ տարիներ հետո որ մեծանանք հիշելու ենք այդ մեր երեխաների, այդ օրերի երջանիկ պահերը, Վիկտորյան գալիս ասում մամա ձմեռ պապիկը այսօր է նվերները բերելու, գիշերն ասում չէ Վիկտորիա 31-ի գիշերն է բերելու, ամսի 1-ին վեր կկենեք, ձեր ցանկացած նվերները կլինեն տոնածառի տակ։ Ես մի հատ գնում եմ իսպանական մոտիվներով, այսինքն քանզի իրենք այդպես սովորել են ամսի 25-ին դնում եմ տոնածառի տակ, ձմեռ պապիկը բերում է տոնածառի տակ է դնում, հետո հաջորդ նվերը ստանում են ամսի 31-ի գիշերն է, ձմեռ պապիկը մեզ հյուր գալիս նվերները դնում և ռես մագոսներին ամսի 5-ին և այդ օրն է այդպիսով իրենց հեքիաթը վերջանում է սիրելիներս, էդ էդպես, ենտեղ Արտուրն ու Էրիկ իրար հետ խաղ են խաղում, չզարմանաք այդ տարօրինակ ձայներից, Արտուրը սիրում է այդպես երեխայի հետ խաղալ, Էրիկն էլ է շատ սիրում ու այդպես իրար գտել են, ենտեղ որ գնանք, հեսա ես դու տատիկը, հա, ինչ ես ցույց տալիս, քո iPhone-ն ես ցույց տալիս, տենց են ասում, այդպես են ասում, Հայաստանում էլ են ասում iPhone Pro Max, իհարկե մաման iPhone Pro Max-ի սիրահար չէ, այս երեխան երևի հեռուստացույցից է սովորել, սա էլ Քրիստինան է պատրաստել, ասում եմ iPhone Pro Max-ը մամա, ասեցիք տեսար, նորահել է, Էրիկը չի բան, Սիրելիներս, բարի օր, բարի երեկո բոլորիս, մեզ մոտ արդեն ժամը երեկոյան 8-ն է լինում, այսօր ամսի 31-ն է, ի զարմանս ինձ ու մամայի, մենք այսօր գործերը շուտ ենք վերջացել, անգամ հասցրել եմ այսպես մի թեթև իբրև տոնական դիմահարդարում անել, իմ այս կետից եկել եմ ձեզ հետ մի փոքր զրուցեմ, նախորոք չեմ ուզում շնորհավորել, երբ որ 12-ը կզարկի, անպայման իմ շնորհավորանքները ձեզ կուղեմ, սիրելիներ, շնորհակալություն կհայտնեմ, որ այսքան ժամանակ ինձ հետ եք եղել, դեռ չեմ ուզում սկսել, ահա, ամեն բան պատրաստ է, հիմա մենք հագնվենք, սովորաբար այսպես մեր Հայաստանի բարեկամների հետ, երբ որ լինում է ժամը 12-ը զանգում շնորհավորում ենք, հետո հաց ենք ուտում, մի փոքր զրուցում ենք, ֆիլմ ենք դիտում, նոր տարվա ինչ-որ հաղորդումներ ենք դիտում,
Հետո իսպանական շնորհավորանքն ենք լսում, տեսնում, հա, ու հետո արդեն եթե հնարավորություն է լինում դուրս են գալիս կենտրոն, բայց եթե անկեղծ լինեմ, այս տարի չեմ ուզում դուրս գալ, ուզում տունը անցկացնենք, սիրելիներս, որտեղ հոգնում ենք 12-ից մի փոքր շուտ պետք է արագ դուրս գանք, որ այնտեղ լինենք, այնտեղ էլ շատ մարդ է լինում, մի խոսքով ավելավ է տանահանգիստ անցկացնենք։ Ալարի Քրիստինաս էլ է պատրաստ, ցանկացել է այսպես լինել, խնդրում Քրիստիկ մի հատ բարևի բոլորին։ Բարև։ Այսօր ինչ օր է Քրիստիկ ջան։ Այսօր տարին Նոր տարի։ նոր տարին գալիս է ու 202 գատագնում ու գալիս է 2026։ Հիմա մաման ասի ինչ ես ասում, ասում ես 2025 թվականը գնալու է, գալու է 2026 թվականը։ Հայ մանուս աղջիկ։ Մի խոսքով սիրելիներս, գործերը վերջացրեցինք, ամեն բան պատրաստ է, մենք էլ գնանք մի փոքր հանգստանանք, հետո ընթացքում նույնիսկ կգամ, կմիանամ, կզրուցենք, շնորհավորեմ։ Հետո դուք էլ մեկնաբանություններում կգրեք, թե դուք ինչպես դիմավորեցիք սիրելիներս։ Դե ինչ աղջիկներս, մեկ տարի էլ գլորեցինք, գալիս է 2026 թվականը, մաղթում եմ, որ 2026 թվականին ի կատարածվեն ձեր բոլորի նպատակներն ու երազանքները, թող որ այս գալիք տարում չհանդիպեք ոչ մի տեսակ դժվարության, միայն տարին լցված լինի խինդով, ծիծաղով, երջանկությամբ եւ երազանքներ։ Ես էլ ձեզանից շնորհակալություն եմ հայտնում, որ ինձ հետ եք, որ ինձ հետևում եք, որ ինձ երջանկացնում եւ ուժ եք տալիս սիրելիներս։ Սիրելիներս, բարի լույս, մեզ մոտ այսօր ամսի 1-ն է, ու այստեղ երեխաները տպավորված են իրենց նվերներով, եկել եմ խոհանոց, իմ ետևից եկել է խոհանոց։ Էրիկին, այսպիսի խաղ եմ ձմեր պապիկի իրեն բերել, ուրախ եմ, բայց շատ սիրել է տառերը, տառերի մեջ հատվածներ կա, որ տվյալ օրինակ, եթե ասում է մի արա, բաց, չի ուզում փոխես, եթե ասում է դուրս է գալիս, օրինակ էին համապատասխան էլեֆանտ է, օրինակ, էլեֆանտը նշանակում է փղիկ։ Լսում ես ու շոդիջում, ինչ է նվեր բերել գիտիք, քնից այսպես արթնացել, ինչ է բերել, լծից տուր, տիկնիկն է քեզ բերել, ու ինչ է բերել կյանքս, ու ինչ է բերել, աման, որ դու իրան քշես, որ գնաս դուրս տանելու ես քեզ հետ, բասի ցույց տանք, դու մի քիչ հեռու պահի, այդ ենց հեռու, մաման ցույց կտա, տենց, հայ մախի ջան, սիրելիներս սուրճը դրեցի, բայց մաման հիմա չի ցանկանում, Արտուրը բնականաբար չի ցանկանա, քնած են երկուսն էլ, ասում է մամային արթնացրեցի, ասում է չի ուզում, ես ասացի դե որ դուք չեք ուզում, ես մենակս հիմա կգնամ, կսրճեմ, Քրիստինան նվերները տեսել է տոնածառի տակ ու մամա, դրա համար այսպես շուտ ենք վեր կացել, ուշ քնել ենք, շուտ վեր ենք կացել, թափեցին Քրիստիկ, այստեղ ես սրբենք, ուշ քնել, շուտ վեր ենք կացել, քանի որ Քրիստինան սպասում էր իր նվերներին, հա կիտուր դու սպասում էր քո նվերներին, հիմա ուրախ ես, հա, բայց պետք է մամազիկներ նորից սիրուն կապենք, սիրուն սիրնես, քանի որ մեզ մոտ այստեղ սուրճ չի անում, որպես այդպեսին կաղասունունը դուրս թողնել, մնացել է երեկվանից, ինչ որ մնացել է այստեղ, ու հիմա ուզում եմ սուրճից հետ, մի կտոր, այս ամենից փորձեմ, ես հիմա կսարքեմ, բայց ուզում եմ ախր կգիրան ասել են ջանը, բայց դա միկուս կողմից էլ ասում դելա, բա որ պատրաստել ենք, բա ինչ անենք, բայց հիմա չգիտեմ, որից ուտեմ, Hasta pronto, Eric, Քրիս միացրու թող միանա, Adiós.
որովհետև Նապոլեոնից փորձել եմ, մեղրով տորտից փորձել եմ, միացնելու կոճակը նայ, հենա, փախլավայից փորձել եմ, այս տարվա փախլավան այնքան հյութեղ է ստացվել, այս սա դեռ չեմ փորձել, բայց սա ինձ համար մեծ է, պետք է կտրեմ մեջտեղից, հետո նոր փորձեմ սիրելիներս, իսկ չրերից էլ Հայաստանից ենք բերել, մորաքույրներս են տվել, միայն այստեղ, այ ընկույզնավոր, մենք ենք պատրաստել շարոցը, ինչ եղավ, լավ չեր սարքել, հեսա ես կանեմ, հրաշք է սիրելիներ, աննման, փափլիկ ու շատ համա, աղջիկներ թանկ եք գնամ, վախենում եմ ասել այդ բառը, անմահական է, ով ինձ հասկացավ, տեսնեմ, հասկանում եք ինչի մասին է խոսքը, աղջիկներս ամանորի այս օրերին ընդհանրապես ժամանակ չունեցա ոչ մի կադր նկարելու, ձեզ հետ ուզում եմ կիսվել Արտուրի հետ գործեր ունենալու, ասացի ես էլ գամ տեսնեմ ուր ենք հասել, շինարարական այդ գործողությունները եւ խոհանոցը գրեթե պատրաստ է, կամ 1-2 դետալներ, որ պետք է անել, բայց իրական տեսքը այսպեսին է լինելու, հուսամ, որ լավ է ստացվել, գրեք մեկնաբանությունները, տեսնեմ ձեզ դուր է գալիս թե ոչ, վերջնական իհարկե տեսքով, ինչպես որ ասում են, ռում տուր կանեմ եւ ցույց կտամ տան ընդհանուր տեսքը, խոհանոցի տեսքը, արդեն դասավորված մաքուր վիճակում, դեռ այս պահին խոհանոցն է պատրաստ եւ ննջասենյակ, ճաշասենյակը, երեխաների ննջասենյակը ներկված է, մի փոքր գույնը մուգ էր ստացվել, նորից փորձեցին գույնը բաց ավելի, որպեսզի ստացվի, ռոզվին շատ ստացվել էր մուգ, նաև շատ աշկ շոյող էր, այսպես ոչ թե շոյող, այլ ծակող էր, բայց երևի թե կարելի է մի փոքր գունաբացել, երեխաներինը հենց այսպես էր կթողնենք, բայց մամայի սենյակինը շատ այսպես արտահայտված էր, մի փոքր արդեն գույնը կոտրվել է, այստեղ կլինի երեխաների սենյակը, որովհետև մեծ սենյակը այս անգամ տալու ենք իրենց, ես ու Արտար ¿Sabes qué? He visto todas las carrozas.